Ես ուզել եմ ստեղծել երեխայի համար այն հեքիաթը, որը մենք միշտ պատմում ենք նրանց, բայց կյանքում շատ հաճախ նրանք չեն հանդիպում այդ հեքիաթին։ Արդեն 10 տարի է ղեկավարում եմ Արևիկ մանկական հրատարակչությունը, որը ի դեպ արդեն 40 տարեկան է, եւ Արևիկ գրատունը իմ երազանքն էր եւ կարծես թե հրատարակչության տրամաբանական շարունակությունն էր։ Ինձ համար մանկական գիրք ստեղծելը եւ այնուհետեւ փոխանցելը մանուկներին այդ պատմությունները ուղղակի մի երանելի գործընթաց է։ Կարողացանք իսկապես ստեղծել այն օազիսը, կարելի է ասել, այն վայրը, որտեղ երեխաները գալիս են եւ չեն ուզում հեռանալ։ Երբ երեխաները գալիս են, բնականաբար փոքր երեխաների հետ ծնողներն են լինում եւ իրենք նստում են մեր սրճարանում, վերցնում են գրքեր մեկ գավաթ սուրճի հետ եւ վայելում են իրենց ազատ ժամանակ, այդ 1 ժամը, 1.5 ժամը, եւ այդ պատճառով մենք մի փոքր մաս գրատան դարձրեցինք մեծերի համար նախատեսված գրականության պահարաններ։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ քաղաքի աղմուկից փախնելու համար գալիս են մեր գրատուն, որովհետեւ գրատանը միշտ խաղաղ միջավայր է, միշտ դասական երաժշտություն է հնչում։ Իհարկե էականը ընթերցանության ակումբն է եւ ես վստահ եի, որ այն երեխաները, ովքեր տանը գիրք կարդալու խնդիր ունեն եւ ծնողները այդքան մեզ բողոքում են, որ երեխաները գիրք չեն կարդում, այս երեխաները ակումբային միջավայրում ձեռք են բերում ընկերներ, ընկերական շրջապատ։ Ընթերցանությունը ուղղորդվում է տարատեսակ ինտերակտիվ ընդհատումներով։ Երեխաները ազատ կարող են հատակին նստել, ընթացքում մարզվել եւ այս ամենը իրենց դարձնում է մասը այդ գրքի պատմության։ Երեխաները գիտեն, որ գալիս են Արևիկ գրատուն, այստեղ իրենց բոլոր ցանկությունները պիտի կատարվեն։ Մենք շատ ինդիվիդուալ մոտեցում ունենք, անհատական ամեն երեխային։ Հասկացանք, որ լավ կլինի երեխաները տեսնեն այստեղ բոլոր հրատարակչությունների մանկական գրքերը, քանի որ սա միայն մանկական գրատուն է եւ լավ կլինի երեխաները ընտրություն ունենան։ Այսպիսով մենք ներգրավեցինք Հայաստանում գոյություն ունեցող մյուս հրատարակիչների հրատարակած մանկական գրքերը։ Մենք շատ ուշադրություն ենք դարձնում գրքի էսթետիկային, գրքի գրագիտությանը, տառերի մեծ լինելուն, փոքր լինելուն, տառաչափը շատ կարևոր է։ Բոլոր պարամետրները պետք է լինի այնպիսին, ինչպիսին կարևոր է, որ լինի երեխայի համար։ Ունենք ձայնային գրքեր, օրինակ մեր հրատարակած ձայնային գրքերը Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի, որոնք ստեղծվել են ոչ թե թարգմանական գրականության շնորհիվ, սրանք հենց հայ նկարազարդողի, հայ հեղինակների տեքստերով գրված գրքեր են, ձայնային եւ բազմաֆունկցիոնալ։ Եվ ես վստահ եմ, որ երեխաները սպունգի պես են կլանում այն, ինչ մենք տալիս ենք երեխաներին, եւ մենք որոշեցինք, որ եթե ձայնային գիրք, ապա թող դրանք լինեն դասական երաժշտության վերաբերյալ, հենց սա էլ կրթական մի միջոց է։ Գրատան կոնցեպտը իր մեջ չուներ բիզնես կոմպոնենտ այն քանակությամբ, որ սովորաբար արվում է, երբ որ խանութ, գրախանութ պիտի բացվի, որովհետև մեր համար կարևոր էր գաղափարը, մեր համար կարևոր էր շատ այն ինտելեկտուալ ներդրումը, որ մենք պիտի անեինք եւ որը պիտի փոխանցվեր երեխային։ Նա վաղվա մեր լավ քաղաքացին է, լավ պատանին է եւ սա կարծում եմ մեր պետության համար ամենակարևոր բանն է՝ սկսել փոքրիկներից, սկսել նրանց կրթությունից, սկսել նրանց ինտելեկտուալ զարգացումից։ Ես հավատացել եմ իմ երազանքին, շատ եմ հավատացել եւ այն իսկապես իրագործվեց։ Առանց մտածելու ֆինանսներ կան, չկան, եղավ, այդ ամեն ինչը եղավ, դժվարությամբ, բայց եղավ։ Սիրելի գործից թանկ բան չկա, իսկ չսիրել այս ամենը ուղղակի անհնար է։ Երբ սիրում ես գործդ, միշտ ստացվում է, միշտ։